Ուրախ ենք ողջունել մեր հյուրերին, միջազգային փառատոնի պրոդյուսեր Հայկ Վարդանյանը եւ պարուսույց Արշավիր Մուրադյանն են հյուրընկալվում մեզ մոտ, բարև ձեզ, շատ լավ է որ եկաք, շնորհակալություն որ ժամանակ տրամադրեցիք մեր այս զրույցին։ Summit International Summer Dance Festival, սա խոշոր միջազգային փառատոն է Պարի ասպարեզում եւ այն հերթական անգամ անցկացվում է երբ Հայաստանում, օրերը կնշեք։ Փառատոնը մեկնարկել է արդեն հունիսի 14-ին եւ ընթանալու է մինչեւ հուլիսի 1-ը։ Ու այդքան հասկացա։ Փաստորեն 2 շաբաթ, հա, համարյա։ Այո, մի փոքր ավելին, քանի որ փառատոնը ինքը բավականին լայն ծրագիր է ենթադրում եւ նախապատրաստական նաեւ բավականին երկար փուլ էր, որովհետեւ օրինակ ֆրանսիական ծրագիրը մենք պատրաստում ենք ապրիլ ամսից սկսած եւ Հայաստանից պարողներ եւ պարուսույց է մեկնում Փարիզ, այնտեղ մեր գործընկերոջ ակտ միջազգային պարային ակադեմիայում հայ-ֆրանսիական պարային ներկայացում ստեղծելու, դա Փարիզում ներկայացնելու եւ հետո դա մեր փառատոնի շրջանակներում ներկայացում է նաեւ Հայաստանի հանդիսատեսին, այսինքն փառատոնի շրջանակներում ունենք ֆրանսիական երեկո հունիսի 27-ին։ Միջազգային ասելով, ինչ աշխարհագրություն է ընդգրկում փառատոնը, ովքեր են մեր հյուրերը։ Այս տարի 5-րդ փառատոնին մենք ունենք պարուսույցներ եւ պարողներ Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից եւ իհարկե Ռուսաստանից, որովհետեւ փառատոնի համահիմնադիրներից եւ կարեւոր գործընկերներից մեկը ռուսաստանյան Կանոն Դանս պարային ընկերությունը եւ Open Look փառատոնն է։ Open Look-ը Ռուսաստանում ամենահին ժամանակակից պարի փառատոնն է, որ այս տարի 27-րդ անգամ կանցկացվի եւ առաջ անցնելով նշենք, որ այդ փառատոնի շրջանակներում օգոստոսի 23-ին կլինի հայկական այս միջազգային փառատոնի օրը Պետերբուրգում եւ հիմա նախապատրաստվում է մեկ ներկայացում, որը Գյումրու Ռոզենթալ ռոք խմբի կենթանի կատարման ներքո ներկայացվելու է Պետերբուրգի Ալեքսանդրիան թատրոնի բեմում։ Այսինքն այս փառատոնի ստեղծած ներկայացումները նաեւ շրջագայում են եւ ներկայացվում արտասահմանյան հանդիսատեսին։ Հա, պաստորեն սա իսկապես մեծ միջազգային գործընթաց է, որը նաեւ տեղ է գտել Հայաստանում, այսինքն այնպես չէ, որ Հայաստան եկել են տարբեր մասնագետներ եւ ներկայացնում են իրենց գործը, այլ սա մի մեծ process է համաշխարհային, որի մի մասը նաեւ ընթանում է Հայաստանում, ճիշտ եմ հասկանում, հա։ Այո, ամենակարևորն այն է, որ Հայաստանը 2021 թվականին, այսինքն սա մեծ առաջին փառատոնի շնորհիվ արդեն դրվեց այդ կարևոր քարտեզի վրա ժամանակակից պարի փառատոնների եւ հենց առաջին փառատոնին ունեցանք նաեւ իրենց կամքով Հայաստան եկած հետաքրքրված քննադատներ եւ պարուսույցներ եւ ամսագրեր այդ ոլորտում գործող, որոնք եկան տեսնելու ինչ է կատարվում Հայաստանում եւ ինչ պոտենցիալ կա։ Իրականում փառատոնի ամենակարևոր նպատակը բացի այսպես կարևոր կամուրջ հանդիսանալուց եւ Հայաստան ներկայացնելուց տեղում ժամանակակից պարի զարգացումն է եւ հայկական պարադիտման օրը փառատոնի համար ամենակարևոր օրն է։ Այսինքն մի օր, երբ հենց հայ պարուսույցներն են ներկայացնում իրենց ստեղծագործությունները, ես պատիվ ունեմ այսօր եթերում լինել Արշավիր Մուրադյանի հետ, պարուսույց, ով բոլոր 5 փառատոններին մասնակցել է։ Եվ իհարկե կուզենայի խոսքը փոխանցել իրեն, որովհետեւ Summit-ի այսպես ասած ստեղծած հնարավորությունները, համագործակցությունները Արշավիրը հավանաբար ավելի լավ կնկարագրի ինչ են տալի ժամանակակից պարին Հայաստանում եւ հայ պարուսույցներին։ Եթե կարելի է մի հարց, նշված երկրներից հասկանում ենք, որ պարերը ներկայացնում են եւ արևելքը եւ արևմուտքը։ Հայաստանը որտեղ է։ Թե կարելի ասել Հայաստանը դա ինքնուրույն մի ուղղություն է, հատկապես ժամանակակից պարի ժանրում։ Եվրազիայում ենք ապրում, լավ այդպես ասեմ, հա։ Լսենք մասնագետի կարծիքը։ Լավ, հայկական պարի ասպարեզը շատ հետաքրքիր հարց տվեց գործընկերուս Արշավիրակ, խնդրեմ վերլուծենք միասին։ Ավելի շատ մենք դեպի արևելյան մշակույթն ենք, հա, հարում կամ գնում, թե այնուամենայնիվ եվրոպական մշակույթն է մեզ ավելի մոտ, ձեր կարծիքով։ Ելնելով այն ամենից, ինչ ունենք, պատմականորեն, որն է մեզ մոտ, բայց մենք առանձին ուղղություն ենք, որ հա, գնահատվում են այն ուղղությունները, այն մարդիկ, այն երկրները, որոնք ունեն իրենցը։ Ու մինչև մենք մերը չստեղծենք, կապ չունի մենք որ ոճի մեջ ենք, ինչ մերը, չէ։ Սինթեզի մասին է խոսքը։ Եթե մենք վերցնում ենք որոշակի ոճեր, ինչով է այդ ոճը հենց
ասենք որ ոչն եք ուզում, ասենք կոնտեմպը վերցրեցինք, ինչով է մեր այդ ոճը տարբերվում մյուս երկրի այդ ոճից։ Այսինքն, եթե ցանկացած ոճեր վերցնեք, դասական պարը, եթե ուզում եք, կա ֆրանսիական ուղղություն, ռուսական ուղղություն եւ այլն, եւ այլն, եւ այլն, այսինքն տարբերություններ կան։ Եթե մենք մերը չենք ստեղծում, ինչ որ ձևի մեր գույնը չենք բերում, ինձ թվում է դա ոչ միտեղ չի տանում։ Եթե մենք մտածում ենք մենք ում կողմ որին են խարում, չենք խարում, կարանք վերցնենք ցանկացած ասպարեզ, ասենք դասական երաժշտություն, կա հայկական դասական երաժշտություն, կա գերմանական դասական երաժշտություն, կա ֆրանսիական, կա ռուսական, այսինքն իրանք դասական երաժշտությունը, բայց սա հայկական դասական երաժշտությունն է։ Եթե մենք մեր ձեռագիրը չստեղծեցինք, նույն ֆրանսիացուն կամ անգլիացուն կամ իտալիացուն, մենք ինչ ենք ասում, արի նայ այն ինչ որ դուք եք անում, մենք ենք անում, թե այս մենք այս մերն է, արի գնահատի մերը։ Չէ, դե բայց ժող պարերը, կարծում եմ ամեն ազգին բնորոշ չէ, ասենք ուղղություն է ընդհանրապես պարարվեստում։ Եվ դասական պարը արդյոք պետք է տարանջատել, օրինակ ռուսական բալետը պետք է տարանջատել ֆրանսիական բալետից։ Բալետը, դասական պարը ունի իր կանոնները։ Ուզենանք տարանջատած է, մեզ չեն հարցրել։ Չէ, ռուսական բալետը առաջատար է, խոսք չկա, որովհետև ունի հոյակապ։ Չգիտեմ, գերմանական բալետի մասին երբեք չեմ լսել, բայց վստահ եմ այնտեղ էլ շատ լավ պիրուետներ են անում, ֆուետեներ, չգիտեմ, եւ ասած եթե արվեստով գնանք, կարող է շատ զարմանաք Գերմանիայում ինչքան է զարգացած այդ ամեն ինչը։ Ես լրացում անեմ, տեսեք, Արշավիրի միտքն այն է, որ ցանկացած նույնիսկ ժամանակակից դրսևորում ինքը պետք է կարողանա իր ձեռագիրը ստեղծել ազգային, իհարկե, արժեքների եւ հենքի վրա։ Շատ կարևոր է, որ մենք փառատոնին հյուրընկալում ենք այնպիսի պարուսույցների, որոնք շատ խորն են ուսումնասիրել իրենց մշակույթը եւ ավանդույթները եւ դրա հիման վրա են ստեղծել նաեւ այն ուղղությունները, նաև տեխնիկաները նոր, որոնց շուրջ, ասենք, մենք կարողանում ենք հավաքվել, քննարկումներ ծավալել, նույն ճապոնացի կացորականը, որ այս տարի Հայաստան է եկել եւ այսօր արդեն սկսում է իր աշխատարանները, ինք ներկայացնելու Բուտո թատրոնը, որը ճապոնական շատ ավանդական թատրոն է, մենք դա համարում ենք ժամանակակից պար, բայց երբ որ տեսնեք Բուտոյի ներկայացումները, կտեսնեք, որ դրանք շատ ճապոնական ձեռագիր ունեն։ Արշավիրի ասացնել այն է, որ ժամանակակից պարը հայկական պետք է կարողանա իր դիմագիծն ունենալ, հենվելով հայկական պատմությունների կամ հայկական երաժշտության կամ հենց հայկական ֆոլք երաժշտության էլեմենտներ, տարեր, ժեստեր եւ այլն։ Բայց այդ դիմագիծը կարծում եմ ստեղծվելու փուլում է եւ տարիներ են պետք, որ պարուսույցները կարողանան հավանաբար նաեւ միջազգային ասպարեզում հայկականը դիրքավորել այնպես, որ դա ճանաչելի լինի։ Այսինքն պարախմբի տեսնելիս հանդիսատեսը արդեն հասկանա, որ սա ժամանակակից պար է, բայց ունի շատ հստակ ձեռագիր։ Ես բարեբախտաբար շատ լավ ընկեր ունեմ Արսենը Մերաբյան, հայտնի Նորիկ Մերաբյանի կրտսեր որդին, նա աշխատելով եվրոպական խոշոր բեմերում, նաև Հայաստանում բեմադրել էր, ներկայացրել էր Արշիլ Գորկին, Փարաջանով ծրագիրը եւ կարծիքայել է դա համարել, հայկական դիմագծով ժամանակակից պար, Արսեն Մեհրաբյանը եղել է մեր հենց առաջին փառատոնի ամենակարևոր մասնակիցներից մեկը, ով Հայաստանում ժամանակակից պարով զբաղվող մասնագիտացած պարողների հետ շատ սիրուն ներկայացում բեմադրեց ժամանակից միանշանակ Արսեն Մեհրաբյանը մեծ անուն է եւ նրա կողքին եւ դա հենց հայկական պարադիտման օրն էր նրա կողքին մենք ունեցանք Արշավիր Մուրադյանի պարային ընկերության ելույթը շատ կուզենամ իհարկե լսել հենց որովհետեւ այս ամեն ինչ արվում է ոլորտի մասնագետների համար ոլորտի զարգացման համար եւ հատկապես ինչ է տալիս փառատոնը ոլորտին ավելի լավ կասեն մասնակիցները միգուցե նաեւ որոշ փակագծեր Արշավիրը բացի այս տարվա ներկայացման մասին ինչի մասին է
ինչ հաղորդագրություններ ունի իր Վերջապես մեջ։ ինչ-որ տարի մի քիչ։ ինչ որտեղ հոբելյանական է եւ ինչով կտարբերվի այս տարի Ես փառատոնը։ Գլխավոր օրը երբ է, երբ որ կարծես ապոֆեոզին է Թվում է ասում։ բոլոր օրերը գլխավոր են, հա։ Գագաթնակետին հասկանում եմ, որ Ես մի բան կուզեի նշել, ինչա տալի փառատոնը, շատ լավ է, որ մենք ունենք ինչ-որ մեծ անուններ, որոնք ճանաչում են, որոնց մեծարում են, բայց կան սկսնակ երեխաներ, որոնց հնարավորություն է տրվում։ Դու ոչ մի գումար չես վճարում, ոչ մի բան չես անում, գործն արել ես, աշխատանքդ կատարել ես, բեր հրամցրա։ Բայց հավանաբար Բեր շատ ցույց խիստ տուր։ չափորոշիչներ կան, չէ՞, ոչ բոլորն են։ Եթե հանդգնել ես, ասպարես դուրս գաս, դուրս գաս, խի չէ որ հիմա ինչ ունեք կորցնելու, մարդիկ նայում են, ասում են այո, բեր, ու դա շատ չկա, կարելի ասել գոյություն չունի Հայաստանում այդ տիպի ձևաչափ, որ դու կարաս դա անես։ Հետագան ինչ կլինի, արդեն քեզանից է կախված, չգիտեմ, կարող է ինչ որ մեկը գալիս է նայում է, դուրը գալիս է եւ բախտից էլ է կախված, ամեն ինչից կախված է դա։ Բայց գիտեք, Արշավի հանուն արդարության պիտի ասեմ, որ այդպես անմշակ միջև վերջ չկազմակերպած, հա, կամ չհասունացած համարով դուրս գալ բեմ, հետո այդ հիասթափությունը ապրել կամ չգիտեմ քրիտիկայի կամ քննադատությանը բախվել, գիտեք, քանի կարիեր է փչացրել այս կյանքում, երևի միայն բարի ասպարեզում չի առասարակ։ Ես լավ բաներ ասացիք, քրիտիկան շատ լավ բան է, ահավոր լավ բան է։ Համաձայն եմ, Առողջ քրիտիկա ունենանք, մենք այսօր քննապարային քննադատ չունենք Հայաստանում։ Ունենք որոշ թատերական քննադատեր ու մեր հասարակությունը, ասեմ, մեր դերասանները կամ եւ այլն պարողներ, իրանք սովոր չեն քննադատության։ Որտեղ միայն ծափարություններ են սովոր, բրավոների, ծափահարեն, ամեն ինչ լավ է, ապրեն, հա։ շատ լավ էր։ Ու պետք է լավ բաներ ասես անպայման։ Եթե վատը ասում ես, ես հակառակ, ես գալիս եմ հարցնում եմ մի հատ ասեք ինձ։ Ինչ ես չեմ տեսել, ինչ ես չեմ նկատել։ Այսինքն, եթե կա քննադատություն, դու կարող ես աճել։ Չկա քննադատություն, դու չես աճելու։ Դա էլ է պետք է հասկանալ։ Ինչ խոսք։ Իսկ ով է ասել, որ միանգամից պետքա ստացվի ու կարաս երկրորդ անգամ դիմես, երրորդ անգամ դիմես, էլի կարող է լինի։ Սա մրցույթ չէ, սա փառատոն է, շատ կարևոր է տարանջատել։ Գալիս է սովորական մարդ, մոտենում է քեզ, ասենք առաջի հենց փառատոնի ժամանակ ես դալիճում նստած էի ու ոնց որ իմ հետևի նստած տիկիներ ասեց այս ներկայացման անվանումը տվեց, որը գրած չի ու ինքը հասկացել է ներկայացումը, դուք էի կարելի ասեցի, հա, շնորհակալություն, շատ լավն էր, բայց ինքը որ միտքը հասկացել է առանց ոչ մի բան, արդեն parza, որ ես իմ ինչ որ ուզում էի հասկացնել, ես արդեն արել եմ։ Առանց լիբրետոյի հասկացել Առանց ինչ ոչ մի բան, ոչ մի բան չկար։ Այսինքն շանս է։ Եթե դու պատրաստ չես պայքարելու, նստի տանը։ Լավ, մենք բոլորս գիտենք խնդիրների մասին, որ բարի ասպարեզում այսօր նոր անուններ բացահայտելը շատ գեր խնդիր է դարձել։ Դե գիտենք բանակի խնդիր կա տղաների մոտ, աղջիկներն էլ ամուսնանում են, մայրանում են արդեն, հետո խնդրեմ է լինում դուրս գալ բեմ եւ այլն։ Լավ, այդ խնդիրը ոնց եք լուծում դուք։ Ես Արշավի առաջին հերթին ձեզ կհարցնեմ, որպես Ճիշտ ասած, նոր անուններ, նոր կերպարներ որտեղից եք կարողանում։ Ցավալի կետ է։ Բայց բոլոր աշխարհում նույն բանն է, հենց չի որ մենք ինչ որ ձևի տարբերվում ենք։ Իմ մոտ էլ կա այդ խնդիրը, իմ մեծանում են, հիմա էլ ուրիշ տենդենս է սկսվել, քանի որ լավ ուժեղ երեխեք են ու իմ ասպարեզը այսօր ես ստրիթ ասպարեզում եմ սենց ասած, հիփ-հոփ, բրեյք-դանս եւ այլն, իմ արդեն մի քանի ուսանող աշակերտ արդեն աշխատում են Չինաստանում։ Լավ բան էլ կա, վատ բան էլ կա դրա մեջ, ասենք Չինաստանում ունենք բարողներ, որոնք հաղթում են, կրում են, եզրափակիչներում են արդեն, դա շատ մեծ բան է մեր համար, բայց չունենք ստեղ մրցումները լինում է, եթե իրանք ստեղ են,
մենք կունենանք հաղթանակ։ Եթե ստեղ չենք, հələ չունենք այդ հզորությունը։ Ու արդեն ոնց որ երկրորդ ալիքն է գնում Չինաստան, արդեն։ Դե դա կվերադառնա մեր մոտ զարգացում կտա։ Չգիտեմ, բայց հարցը նրա մեջ է, որ փաստորեն մենք կարողանում ենք, ունենք այն հզորությունը եւ այն գիտելիքը, որ այնտեղ ընդունվեն աշխատանքի։ Այսինքն խնդիր չկա, արդեն ասում են, հա, վայ, այս ակումբից ես, հա, սենց, չէ, ուզում ենք, ընդունում ենք։ Այսինքն որակը ես կարամ ասեմ, որ դա ինդիվիդուումների գործիքն է։ Հասկացա, Եթե ինդիվիդուումներ կան, որակը կլինի, ես էլ փառատոնն հնարավորություն է տալի։ Ամեն ձևի դուր է բացում, ուզում ես ներկայացի, չես ու կարևոր չի, դու 3 րոպեանոց գործ ունես, դու 10 կես ժամ, չգիտեմ, մի ժամ, եթե կարաս իհարկե։ Ու խնդիրները ինձ թվում է բոլոր երկրների համար նույնն են։ Եթե չվերցնենք մեծ երկրներ, հա, լավ։ Եթե կարելի է վերադառնանք պարային մեր հայկական պարի ժառանգությանը պարարվեստի, հայ իրականության մեջ կարծում եմ թե մասնագետները, թե ուղակի սիրողները գիտեն այնպիսի անուններ, նվիրալներ, ինչպիսին Սրբուհի Լիսիցյանն է, որի ժառանգությունը ուղակի անուրանալի է, եւ Վանուշ Խանամիրյան, եւ էլի շատ անուններ, Ազատ Հարիբյան, չեմ կարող չնշել մեր Գագիկ Գինոսյանին, այո, հիշատակավառ, իսկ ավանդը ուղակի դարերում կմնա, ես վստահ եմ դրանում։ Այսօր հայկական պարը ինչպես է ընկալվում դրսում, ինչ ենք արտահանում, եթե ինչ կոպիտ բառ է արվեստի նկատմամբ, բայց այսպիսի աշխարհում ենք ապրում, մեզ ինչպես են ընկալում պարարվեստում։ Հայկական պարի համար գլոբալ որպես այդպեսին չեմ կարող ես հիմա կարծիք արտահայտել, բայց մենք պետք է իմ մտածելով պետքա փոխակերպվենք, մենք պետք է արտահանենք, մենք չպետք է գնանք դուրս եւ մեր հայրենակիցները նախքին կամ ոչ նախքին, բայց մեր ցեղակիցները կան ծափահարեն։ Պետք է հասցնենք այն մակարդակի, որ սա արտահանվող պրոդուկտ է, այսինքն սա արվեստ է։ Մեր այն ինչ որ մենք ստացել ենք ժառանգություն շատ մեծ է։ Այնքան մեծ է, որ վախենալու մեծ է, շատ մեծ է, իրոք շատ է։ Ներողություն, եւ հենց պարի առավելությունը դրանում է, որ լեզու չի պահանջում։ Այո, միջազգային է եւ վերջ։ Եթե ցույց կտակ մի բան ավելացնում, իսկ ցում է ես ուղղակի համոզված եմ, օրինակ միջին վիճակագրական, ասենք գերմանացի թոշակառուի համար, ես պատկերացնում եմ ինչ տպավորիչ է տեսնել բեմից Յարխուշ տան, օրինակ այդ կոպալի, չէ, զուրնայի հնչյուններ ներքո կամ երբ որ բերդ են պարում տղաները բարձում, դա տպավորիչ չէ, արշավի, իսկ թվում է դա պիտի ազդեցություն ունենա շատ մեծ, կապ չունի։ Ոնց կհանցնես, որտեղ կհանցնես։ Դա արդեն ուրիշ հարց է, դա արդեն պրոդյուսերի խնդիր է։ Կարելի է դա անել օրինակ Տերտերյանի երաժշտության ներքո, ոչ թե ազգային նվագարանների։ Բեմադրել ուրիշ ձև, լավ լույս դնել, կոստյումները լավը լինի, դա արդեն երևի այդ արտահանելու խնդիրն է։ Մարքեթինգը ինչպիսի կլինի։ Մենք իհարկե փառատոնը օգտագործում ենք հենց այդ միջազգային փորձը նաև բերելու ներկայացնելու համար, որպեսզի նաև մեր պարուսույցները ունենան որոշ գաղափարներ, որոնք կիրառան իրենց ներկայացումներում, քանի որ հարց հնչեց կուլմինացիան փառատոնի երբ է լինելու, դա նաև այս հարցի պատասխանն է շատ կարևոր, որտեղ իհարկե նշեցինք հայկական պարադիտման օրվա մասին, որ կլինի հունիսի 28-ի երեկոյան ժամը 7-ին Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, որը մեր կարևոր գործընկերն է արդեն 3-րդ տարին։ Գալա երեկոն փառատոնի լինելու է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, առաջին անգամ է, որ մենք նման ծավալուն բեմում կներկայացնենք փառատոնի կարևոր միջազգային հյուրերի ստեղծագործությունները։ Այդ օրը բեմում կլինի հարավկորեացի բեմադրող Սուջոնգ Կիմի ներկայացումը, գերմանացի աշխարհարչակ Մարկո Գյոկեի բեմադրությունը, որը մենապար է եւ դա կներկայացվի Լիլիթ Հակոբյանի կողմից, ով արդեն իրեն ամբողջ աշխարհում դիրքավորել է ոչ միայն պարուհի, այլ նաեւ պարուսույց եւ իր բեմադրություններն են արդեն Գերմանիայում հաճախ բեմ բարձրանում։ Լիլիթ Հակոբյանին մենք հյուրընկալենք նույն երեկոյի ընթացքում թե իբրև
պարուսույց ու ներկայացումը Պետերբուրգյան կանոն դանս խոշոր պարային ընկերությունը կներկայացնի, թե նաև մենապարուհի ով Մարկո Գյոկեի ներկայացումը կներկայացնի։ Սրանք կարևոր երկու երեկոներ են, բացի թվարկված ճապոնական ֆրանսիական երեկոներից, բայց պետք է մի կարևոր ավելացում անենք, այս տարի հարցրեցիք ինչով է տարբերվում փառատոնը մյուս փառատոներից, դա մի շատ կարևոր հավելում է Summit for Kids, Summit փառատոնը երեխաների համար, երբ մենք արդեն պրոֆեսիոնալ պատանեկան թատրոն ենք հյուրընկալելու եւ նրանք նույն երեկոյի ընթացքում ձեռքի ապրելու են տարբեր ներկայացումներում արդեն նաեւ Հայաստանում գործող պատանեկան պարախմբի հետ եւ պատահական չէ որ փառատոնը հուլիսի 1-ին փակելու ենք մեր Մկրտչյանի անվան թատրոնում հենց նմանատիպ ծրագրով։ Այսինքն Պետերբուրգյան նույն կանոն դասի պատանեկան թատրոնը կներկայացնի ներկայացումը, իսկ Գյումրու հայրենիաց տան սաները, ում հետ Վալերիա Կասպարովան փառատոնի գեղարվեստական ղեկավարը ստեղծել է բույն ներկայացումը, դա կլինի այդ օրը բեմում։ Summit for Kids-ը ներկա կլինի նաև Գյումրիում եւ նաև մեր ազգային պատկերասրահում են հատուկ ներկայացում ցուցադրելու, որը Բախի 340-ամյակին է նվիրված եւ ամբողջությամբ Բախի երաժշտության ներքո է լինելու։ Փառատոնը 5-րդ տարին է անցեկացում ԿԳՄՍ հովանու ներքո, այս տարի միացել է նաև քաղաքապետարանը, Ֆրանսիայի դեսպանատոնը, Ֆրանսիական ինստիտուտի հետ միասին մեր գործընկերներն են, մենք փորձում ենք իրականում փառատոնը տարածել ամբողջ տարվա ընթացքում, որովհետև իրադարձությունները Հայաստանում փառքաստու արդեն շատ են ժամանակակից բարի ոլորտում եւ այս կազմակերպչական թիմը, որ փառատոնի շուրջ հավաքվել է եւ գործընկերները, որոնք մեզ հետ են, փորձում ենք տարվա ընթացքում եւս ունենալ առանձին դրվագներ։ Այսպես հասկանում հիմա արդեն, հիմա այս փառատոնի օրերին դուք պատրաստվում եք հաջորդ փառատոնին։ Այդպես է ստացվում։ Մենք պատրաստվում ենք հաջորդ դուրս բերում, տեսնում, նկատում, առաջարկություններ անում։ Պրոցեսը չէ, ասեմ ավելին նաև համոզում, որով բեմադրողների ստեղծել ներկայացումներ հայ պարողների հետ միասին, որը հնարավոր կլինի արտահանել։ Տեսեք, խոսում եք հայկական պարից եւ տեսեք, մեր փառատոնի գեղարվեստական ղեկավարը հաճախ է բերում Տիգրան Համասյանի օրինակը։ Տեսեք, նա չի գնում նվագում ֆոլք երաժշտություն, չէ՞։ Նա ջազ երաժիշտ է, որը կարողանում է հայկական էթնիկ գույների միջոցով շատ ավելի հետաքրքիր ձեռագիր առաջարկել աշխարհին։ Եթե իր երեկոները պարզապես հայտարարվեն հայկական երաժշտության երեկոներ, նա շուկա չի ունենա։ Արշավերի ասածը եւս դա է, այսինքն, եթե փորձես Յարխուշտան վաճառել Գերմանիայի թատրոններին, չի ստացվի։ Եթե դու ստեղծես ժամանակակից պարային ներկայացում, որը կունենա հայկական ձեռագիր եւ հայկական շատ հետաքրքիր դիմագիծ, այ դա արդեն լայն այսպես ասած գիտակ հանդիսատեսին հասում միջոց է, այսինքն ժամանակակից պարը պիտի օգտագործենք որպես կամուրջ մեր մասին պատմելու համար մի նոր հանդիսատեսի եւ պրոֆեսիոնալ հարթակներով։ Գիտեք, ես կվիճեի, արդյոք հետաքրքիր չի նույնիսկ չոր առանց որևիցե բանի լրացուցիչ տեսա ձայնալուսային այդ էֆեկտների եւ այլն, էլի։ Բանայինը օրինակ, եթե հիմա օրինակ Տիրոլի աղջիկների պարային համույթի ելույթ լինի Հայաստանում, չէ՞ կարծում, որ հայ հանդիսատեսը Տոմսկ կգնա կնայի, փորիկներով, շորիկներով աղջիկները։ Դա միշտ շուկան է, հետաքրքիր է, ուրիշ ազգի մշակույթ է։ Ես չասացի մերը հետաքրքիր չէ։ Ես ասացի, որ կա այլ հանդիսատես եւ թատրոններ, որոնք իրենց բեմը ոչ թե ֆոլք առանձին դրսևորումների են տրամադրում, այլ իրենց խաղացանկում են ներառում ներկայացումներ, որոնք հասկանալի են իրենց հանդիսատեսի համար։ Այսինքն այդ նույն երեկոներ կարող է տարին մեկ անգամ անել, բայց հայ պարուսույցների նոր անուններ տեսնել խոշոր թատրոնների այսպես խաղացանկերում հնարավոր է միայն ստեղծելով այն կոմունիկացիոն հասկանում եմ ինչ եք ասում, իհարկե համաձայն եմ։ Բոլորը պետք է լինի դրա մեջ, որովհետև կա էթնիկ բարեր, sense ձևակերպենք, մի քիչ սխալ է ձևակերպում, բայց ոչինչ։ Եվ կա սինթեզված բարեր։ Այն բարեր, որ մենք այսօր անվանում ենք ժամանակակից, դա սինթեզներ են, որոնք սնվում են էթնիկ բարերից։ Նաև բալետը դա սինթեզ է։ Այդ սինթեզի մեջ ինչքանով մեր գույնը կա եւ կարում ենք մենք ներմուծենք մեր գույնը։ Սինթեզենք մեր տեսակը, մեր քննարկենք, հարգելի ունեցին, չլինի, պատկերացրեք։ Զուտ շարժումներով կարելի է ազգային ուրվագիծը ներկայացնել։ Պարուսույցին,
Այսինքն չլինի մեր զուրնան դոլը սանթուրը եւ այլն, այսինքն հանենք ազգային նվագարանները եւ այլն եւ զուտ պարով կարողանանք մեր հայկականը ցույց տանք։ Անծանոթ մարդու, օրինակ տեսնի ասի այսա հայկական է, չէ՞։ Դες թեմա, դες տեղ մտակ որ Հանդիսատես եւ դիտող եւ գնահատող կարող եմ ասել, որ այս տարիներին փառատոնի ընթացքում մենք ունեցել ենք շատ դրվագներ, երբ առանց երաժշտության բեմի վրա հրաշք է կատարվել եւ բնականաբար պարետ առաջին հերթին շարժման մասին է եւ այդ մարմնի այսպես կոմունիկացիան ենք մենք ստանում իհարկե մնջախաղը միշտ ներկա է մեր փառատոնում, այսինքն էլեմենտներ կան մնջախաղային, որոնք միշտ կան, որտեվ այդ միմիկան, այդ շարժումները, տեսեք, ես ոչ պարային լեզվով եմ խոսում ձեզ հետ, բայց այո, մեր հայկական պարարվեստում նաև ձեր թվարկած հենց մեծերի շնորհիվ հստակ նաև շարժումներ կան եւ ակցենտներ կան, որոնք մերն են։ Մերն են, զուտ հայկական։ Մնջախաղը միշտ արկա է, նույն Երխուշտան առանց մնջախաղը հանեք։ Անեցիք, Նույն Կաբուկի թատրոնը, որ ասացիք Ճապոնիային, ամբողջությամբ դիմախաղի վրա է կառուցած։ Սպիտակ ներկած դեմքով, մարդիկ այդ ծամածռություններով, միմիկայով դեմքի կարողանում են էմոցիա փոխել։ Թատրոնը ծնվել է Պարից։ Հետաքրքիր բան է, ասում է Գիտեք, ես հիմա փորձում եմ մի պահ մեր զրույցը լսել ռադիո լսողի կամ ունկնդրի տեսանկյունից եւ մտածում եմ, որ անպայման կգտնվեն քննադատներ, սկեպտիկներ, ովքեր որ ամբողջ այս քաղաքական երուզերի մեջ մտահոգ, մտազբաղ եւ միգուցե ինչ-որ ոմանք գտնվեն, ովքեր ասեն Երանի ձեզ իսկապես Երանի, որովհետև բոլորը չէ որ պիտի քաղաքականությամբ զբաղվեն, եթե այդպես լինի, կարծում եմ երկիր մոլորակը իսկապես դժոխքի կվերածվի, եթե չլինեն արվեստով զբաղվող մարդիկ։ Եվ քանի որ հիմա մոլորակի վրա շատ այսպես ծխացող օջախներ կան, հակամարտություններ կան, կարելի ասել, որ պարը նաև միջոց է կամ ունեցել է արդյոք փորձ պարի բեմահարթակում միգուցե հակամարտող երկրների կամ ներկայացուցիչների մեկտեղ բերելու եւ պարը օգտագործել որպես խաղաղության լեզու։ Ես սկսեմ Արշավիրը կարծում եմ ասեմ դերվիշների պարը զուգակցեք հրեական պարերի հետ, հա։ Տեսեք, մենք 5 տարի է մենք կարելի ասել փառատոն անց ենք կացնում մի այնպիսի ժամանակագրական կոնտեքստում, երբ Հայաստանի շուրջ անվտանգային մարտահրավերները չեն դադարում։ Ընդհանրապես մշակույթի ուժը նրանում է, որպեսզի ժամանակին համընթաց եւ այդ մարտահրավերները եւ նաեւ քաղաքական իրադարձությունները, պատերազմական այդ ամեն ինչը նաեւ տեղ գտնի ստեղծագործողի նոր ստեղծվող աշխատանքի մեջ։ Ինքը անընդհատ պիտի կրթելու եւ հանդիսատեսին նաեւ մեր հասարակությանը ձիգ պահելու առաքելություն ունենա, այսինքն այսօրվա ներկայացումները բեմ բարձրացող չպիտի լինեն նույնը ինչ եղել են Հայաստանի այսպես խաղաղ շրջաններում, երբ նման մարտահրավերներ չկան։ Իմ կարծիքով ժամանակակից արվեստը ու ոչ միայն այսօր ստեղծող նաեւ թատերական ցանկացած ներկայացում պիտի հաշվի առնի այն իրականությունը ինչում ապրում ենք։ Պարարվեստում ինչքանով է դա ստացվում անել Արշավին ավելի լավ կասի, բայց ես հիշում եմ մեր ներկայացումներից մեկը առաջին կամ երկրորդ փառատոնին ինքը 44 էր կոչվում։ Եվ առաջին փառատոնին, այո, շատ այսպես թափանցող, շատ հուզիչ։ Չհաշվացող կոവിഡ്ի տարիներ։ Այո, պատերազմի եւ հաջորդող ամիսներին էր, չէ՞, անմիջապես։ Այսինքն այո, պարուսույցները թեմային անդրադարձել էին եւ ժամանակակից բարի միջոցով եւ հատկապես այնտեղ գերակշռում էին հենց պատանի բարողները շատ հուզիչ էր իհարկե այդ ամենը տեսնել։ Որքանով է այս իրականությունը նաեւ նյութ ծառայում բեմադրողների մոտ Արշավին ավելի իր փորձից երևի կասի։ Մենք շատ քիչ ժամանակ ունենք ընկերներ։ Մենք շատ խոսում ենք տարբեր, հա, ավելի շատ մեր զրույցը գեղարվեստական բնույթ եւ փիլիսոփական նաեւ ստացավ, բայց եկեք այնուամենայնիվ ժամանակը արդյունավետ օգտագործենք։ Ինչ ունենք մենք հիմա հաղորդելու մեզ լսող, պարը սիրող եւ պարով զբաղվող ռադիո լսողին։ Բայց մի փոքր միգուցե Արշավիրը պատասխանի, կարծում եմ ասելիք ունի շատ կարճ, եթե կարելի է։ Խնդրեմ։
Եթե խոսենք մշակույթի մասին ու տարբերությունների մասին, այսօրվա վիճակի մասին, ես մտածում եմ, եթե չլինի մշակույթը, այդ տարբերությունները չի լինի, պայքարելու ընդհանրապես ոչ մի բան չի լինի, որտեվ ազգերը, ժողովուրդները դա մշակույթային տարբերություն է։ Ու մշակույթ, մեր ամեն ինչն է մշակույթ, մշակույթը շատ նեղ են հասկանում, բայց մեր ամեն ինչը մշակույթ է, նիստ ու կացից, պարից, երգից եւ այլն, այդ սա իրար հետ վերցրած մշակույթ է։ Ինչ են ու պետք է որ այսօրվա ստեղծագործողին այդ ամեն ինչը հուզի։ Անպայման չի բաց լինի, եթե դա արվեստ է, կարող է մի բան անունը մեկ անվան տակ լինի, բայց նայես ու տեսնես, որ մարդը քո հետ ենթատեքստ ունի։ Ուրիշ բան է խոսում, ուրիշ բան է ասում, ու դա ենթատեքստ ունի։ Իմ համար դա ավելի գերադասելի է։ Ու շատ ստեղծագործողներ կան, որ այդ ամեն ինչը մենք նկատում ենք իրենց մոտ։ Դե տեսեք, օրինակ հերոստա նախագծեր կան, Պարիժ թե կարող ես, չէ՞, այդտեղ ամեն մարդ գալիս է, այդտեղ շոու է վերածված, դա պարզ է, մենք ուրիշ բանի մասին ենք խոսում։ Եվ այդպիսի պարային շոուներ կան գրեթե բոլոր աշխարհի բոլոր հերոստաալիքների ինչ որ առաջատար, չէ, prime time-երում գալիս են այդպիսի շոուներ, որտեղ որ անհատ պարողները կամ խմբերը կամ համույթները կարող են գալ միասին իրենց անելիքը ներկայացնել, նրանց գնահատում են, նկատում են, ինչ որ առաջարկ են անում։ Այս փառատոնն էլ այդպիսի հնարավորություն է նախև առաջ, որտեղ որ խիստ մասնագիտացված առաջատար մասնագետները ներկա են, իրենց պարն են ցույց տալիս, իրենց գործը, իրենց փորձը եւ այլն։ Հիմա եկեք ժամանակը օգտագործենք եւ ինֆորմացիա հաղորդենք այդ ամենով հետաքրքրված մեր ռադիոլսողին, միգուցե պարողի ծնողին կամ զավակին, եկեք հասկանանք ինչ կարող ենք առաջարկել, այսինքն ինչ է պետք անել, եթե մարդը իսկապես ուզում է ապրել, կարողանում է ապրել, փորձ ունի, հմտություններ է ձեռք բերել, ինչպես ձեզ հետ կապնվի, ինչպես մասնակցի արդեն հաջորդ փառատոնին, ինչպես հասկանում եմ, այս մեկ արդեն ուշացած է, ինչև է, այ մի քիչ այդպիսի բաներ, այ ինֆորմացիա տվեք, խնդրում եմ։ Փառատոնի հիմնական երեկոները արխիվում են, այսինքն հունիսի 26, ճապոնական երեկո, 27 ֆրանսիական երեկո, 28-ին հայկական պարադիտման երեկո։ Այս 3 օրերը պետք է մտապահել, կներեք ժամը երեկոյան 7-ին Թատրոնի կինոյի ինստիտուտում, ինչպես նշեցի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում հունիսի 30-ի երեկոն է, հուլիսի 1-ին հենց ինչպես նշեցի երեխաների համար կարծում եմ ամենահետաքրքիր ելույթները կլինեն հենց հուլիսի 1-ի ներկայացումը ժամը 1-ին մեր Մկրտչյանի անվան թատրոնում եւ մեր ազգային պատկերասրահում կազմակերպվող այդ հատուկ ներկայացումը Գյումրիում հունիսի 30-ի եւ հուլիսի 1-ին կլինեն վարպետաց դասեր հեն ժամանակակից բարի եւ այնտեղ եւս ներկայացումներ կլինեն այդ թվում site specific, այսպես ասած տարածքին ադապտացված Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում եւ նաեւ Հայաստանում Երևանում կներեք նկարիչների միության արչեւ Ազնավուրի հրապարակում կլինի Dance and Sketch ծրագիրը, երբ բարային ներկայացման ընթացքում նկարիչ երեխաները կտավներ կստեղծեն, այսպես ասած պատկերելով բարը։ Ամենակարևորը Summit Dance-ի Summit փառատոնի էջերին հետևելն է իհարկե եւ փառատոնից մաքսիմումը քաղելու։ Իսկ կայք, summitdance.org դա փառատոնի կայքն է, բայց Summit-ը բոլոր սոցցանցերում, հատկապես Instagram-ի եւ Facebook-ում շատ ակտիվ իր ծրագրերով կիսվում է։ Ընդհանրապես երեկոներից մեկին լինելով կարելի է նաեւ փառատոնի կազմակերպիչների եւ պարուսույցների հետ կապ հաստատել եւ իհարկե մտածել հետագայի մասին։ Այսինքն հիմա կներեք էլի, որ ես կարծում եմ լավ գործ եմ անում բոլորիս համար, հա, նախև առաջ ձեր։ Հիմա պատկերացրեք, կա մի երիտասարդ, տղա աղջիկ պայմանական, որը լավ պարում է։ Համենայնպես ինքը այդպես է կարծում։ Ուզում է ցույց տալ դա։ Հարգելի ջաջաներ եւ ծոցաներ, ես ուզում եմ ցույց տալ ձեզ, որ ես լավ եմ պարում։ Ուր է գալիս, ում է դիմում, որ բեմից է ցույց տալիս եւ ուշադրությունը գրավում եւ ձեր կողմից առաջարկություն ստանում։ Կասեք այդ մեխանիզմը, ճանապարհը, խնդրեմ։ Շատ լավ հարց է, որտեղ փառատոնի պարագայում մենք անհատ պարողների հետ գործ չենք ունենում, երբ հայկական պարադիտման հայտարարությունն ենք տալիս, մենք ստանում ենք հայտեր պարուսույցներից, ովքեր իրենց ստեղծագործություններն են
ուզում ցուցադրել։ Անհատ պարողները բնականաբար Հայաստանում ունեն շատ բազմազան հասցեներ թե իրենց կատարելագործման համար, Պարարվեստի ինստիտուտ եւ այլն, բայց կարծում եմ, որ սա շատ լավ հարթակ է հանդիպելու եւ այդ տեղեկությունը իրենց անձամբ փոխանցելու։ Լավ, այդ դեպքում մենք ուղղակի օրդերում ենք գալ փառատոնի ցանկացած միջոցառման, դիմել կազմակերպիչներին, իսկ կազմակերպիչներից այսօր մեզ մոտ հյուրընկալվում էին Summer Meet International Summer Dance Festival-ի փառատոնի միջազգային պրոդյուսեր Հայկ Վարդանյանը եւ պարոն Սույց Արշավիր Մուրադյանը, շնորհակալություն, որ եկաք, մենք հնարավորինս օգտագործեցինք ժամանակը, որպեսզի ձեր գործը ցույց տանք եւ նկատելի դարձնենք մեր հնարավորությունների սահմանում, հուսանք, որ դες մոտ այս տարի կլինի այնինչ ակնկալում ենք եւ ավելին եւ հաջողություն ենք ցանկանում ձեզ հետագա տարիներին նույնպես կհանդիպենք արդեն երևի մոտ 1 տարի հետո նոր փառատոնի շրջանակներում։ Շնորհակալություն եկաք։